Ողջույն սիրելի հետևորդներ, ունեմ ծանոթներ, բավականին շատ թեմոից պատվիրած, ճիշտն ասած թեմոից և պինդուդուից շատ ծանոթներ ունեի, շատ շատերը բացել եմ ամիսներ շարունակ, բայց չեմ նկարահանել և չեմ տեղադրել YouTube-ում, ձայնիս համար ներողություն եմ խնդրում, որովհետև վատառողջ եմ, ինչ-որ շնչառական լուրջ ինֆեկցիա է, ասեցին էլի ինչ-որ վիրուսներ կա, անգամ ես չեմ հիշում, որ կորոնայի ժամանակ այսքան վատ եղած լինեմ, հիմա ձայնիս համար ներողություն եմ խնդրում, թեմոյի ծանոթները ներկայացնեմ հերթով, եթե կհետաքրքրի գրեք մեկնաբանություններում, այսու հետ բոլոր ծանոթները կներկայացնեմ, այսքանը, հիմա սկսենք, ուրեմն պատվիրել եմ փիսիկիս համար, այս փաթեթավորում արդեն բացել եմ, փիսիկիս համար այսպիսի սանր, իրան այսպես բացում ես, պտտում, այստեղ ջուր ես լցնում անպայման, ես լցրել եմ արդեն, ինքը նաև իր USB շնորը կա, որպեսզի հետո տնեք զայրատկի և միացնում եք, միացավ, ասեմ, որ ես այսօր փիսիկիս մազերը սանրել եմ ու լավ այս գոլորշու օգնությամբ մազերը լավ սանրում է ու ինչ թափելու է հավաքում է իրա վրա, ես ինտերնետով որ տեսնում էի մտածում էի արդյոք ինքը աշխատում է թե չէ, քանի որ այստեղ մտածում եմ սանրի ատամները հաստա ու չի սանրի, այսինքն չի հավաքի իրա վրա, բայց սա ուրիշ մեխանիզմով աշխատում, գոլորշու շնորհիվ է ինքը հավաքում, չգիտեմ կարողանալու եք նայեք մինչև վերջ վիդեոն, որովհետև ձայնը շատ վատ է, ինչևիցե, այս գնահատում եմ 10-ից 10, շատ լավ աշխատում է, նաև չգիտեմ ինչի է փիսիկիս մազերը այդքան շատ թափում, ամեն բան անում եմ ճիշտ, բայց մազերը ահավոր շատ է թափում, այս պրոդուկտը 10-ից 10 եմ գնահատում, անգամ 10-ից 10 պլյուս, ես էլ եմ փիսիկիս համար, փիսիկիս մազերից հետո մաքրելու համար եմ պատվիրել, այս արդեն եղբայրս փաթեթավորումը բացել է, իրա հագուստի վրա է գցել, ճիշտ ասած օձիվներով հետևյալ կերպ էր ինքը աշխատում, մաքրելուց հետո իրան ջրիտակլով պահում ես, բայց չգիտեմ տակ թե սառը, պիտի մի հատ փորձեմ, ու իրա վրայից մաքրվում է, ինքը կպչուն սիլիկոն է, հետո էլի հաջորդ անգամները նորից հավաքում է իրա վրա, սա այն ռուլոնով թղթյա տեսակները չի, որ ամեն անգամ վրայից պոկես, սա ուղղակի հավաքում է սիլիկոն իրա վրա, հետո ջրիտակ իրան լվանում ես, կփորձեմ հետո կկիսվեմ արժե վերցնեք թե չէ, կահույքի վրայից, բազմոցների վրայից, հագուստի վրայից, իմ ամբողջ հագուստների վրա փիսիկի մազերը, հաջորդը պատվիրել եմ այսպիսի կեդեր, ճիշտն ասած ես հագնում եմ 40 համար, ավելի ճիշտ 30 համար, բայց 40 եմ պատվիրում, որովհետև տարբեր ֆիրմաներ կամ երկրների արտադրություն տարբեր է լինում, միշտ 40 եմ պատվիրում, որպեսզի մի փոքր ազատ լինի, չինականները միշտ 40.5 եմ պատվիրում, դա իրանց 40.5-ը մեր 40-ն է, այս անգամ 40.5 չկար, 41 կար, 41-ն եմ պատվիրել ու շատ փոքր է ինքը, չգիտեմ ինչ եմ անելու, մի հատ նորից կփորձեմ, եթե կարծում եմ բացվելու տեղ չունի, հետ կուղարկեմ, 40.5-ը փաստորեն շատ լավ է նստում հագիս, այս 41-ը գրածը, չգիտեմ, այնտեղ էլ են երկու համարներով վաճառում, ասիական, եվրոպական, գուցե ես չեմ ինչ-որ բան ուշադիր եղել, բայց էլի կեդեր էի պատվիրել, ճիշտն ասած դա արդեն երկրորդ հարկում է, ես վիդեոս ուրիշ հարկում եմ նկարում, հետո նայի կնկարահանեմ, նա 40.5-ը շատ լավ է եղել հագիս ու շատ փափուկ ու հանգիստ է, ընդհանրապես չի ցավեցնում, այս 41-ը երևի ասիականն է, չգիտեմ, որ փոքր էր,
մի հատ նորից կփորձեմ, հիմա վատառողջ եմ, տենց հավես չունեմ, գիտրիներով կփորձեմ, եթե կզգամ շատ սխմում, կուղարկեմ հետ։ Սա պատվիրել էի, հատուկ շորիկ եմ պատվիրել, որպեսզի հագնեմ իրան կեդերով։ Ճիշտն ասած, ձայնս այնքան վատն է, որ չգիտեմ կարողանալու եք մինչև վերջը նայել, եթե ձայնս կխանգարի, խնդրում եմ ձայնը անջատեք, ինչ-որ մի լավ երաժշտություն միացրեք, նոր նայեք։ Այլապես հետո չէի նկարահանելու, որովհետև երբ որ ես ծանոթներս տանում եմ, բացում եմ, հետո տեղավորում եմ իրան տարբեր դարակներում, հետո իրանց վերաբերյալ էլիս վիդեոներ չեմ նկարում։ YouTube-ում վիդեոներ չեմ նկարահանում, որովհետև YouTube-ով գումար ես չեմ վաստակում։ YouTube-ում լիքը բաներ ա փոխվել, Ամերիկայի հասցե ունեի, բայց խնդիր առաջացավ ու տենց մնաց։ Հիմա բարդացրել են, պիտի եթե Ամերիկայի հասցե ես տալիս, նաև Ամերիկայի կաթություն ունենաս ներկայացնես։ Սա, քանի որ YouTube-ով գումար չեմ վաստակում, վաստակած գումարներն այնտեղ կուտակվում է, չեմ կարողանում հանեմ։ Դրա համար էլ հավեսով վիդեոներ չեմ նկարահանում, բայց մտածեցի որոշ աղջիկների գուցե օգտակար լինի այս վիդեոն նկարահանեմ։ Ուրեմն, սա պատվիրել եմ այս իրա հետա, սա իրացքի դնելու համար մազերի աչեքը հանելու սարքա։ Ճիշտ ասած, ամեն ինչի սևն եմ միշտ պատվիրում, կամ նուրբ ռոզվի, սպիտակ, այս անգամ որոշեցի կարմիր գույնը, որը ես չեմ սիրում, մենակ հագուստի մեջ եմ սիրում, կահույքի մեջ ընդհանրապես չեմ սիրում, բայց չգիտես ինչի որոշեցի կարմիր գույնը վերցնեմ։ Կարմիր գույնը ավելի ճոխ էր։ Սա ես կփորձեմ, հետո անկեղծ կկիսվեմ, արժե վերցնեք, թե չէ։ Տեսնենք սա ոնց էր բացվում։ Այս արդեն սենց բացեցինք։ Իրան հենց փակում ես, ինքը միանում է։ Իսկ հետո որտեղից ենք բացում, հանում, թափում, հետո պիտի մի հատ մանգամ գտնեմ, այստեղ բացելու տեղ պիտի երևի նաև ունենա, որ ճիշտն ասած մի ժամանակ, այսինքն մի ժամանակը որն է 5 տարի առաջ, այս սարքով մազերի աչաները հեռացնելու համար ահագին գումար էին վերցնում վարսահարտարները, ու սա այլ նորություն էր, իսկ այս սարքը վաճառում էին 25,000 դրամով։ Հենց հիմա էլ վաճառում են էլի Հայաստանում այդ գներով։ Ես միշտ մտածում էի վերցնեմ, չվերցնեմ, հետո ձեռքս չգնաց տամ 25,000 դրամ վերցնեմ ու հիմա արդեն չինացիները շատ մատչելի գնով ունեն։ Խոսքով կփորձեմ, հետո կկիսվեմ, կասեմ արժե վերցնեք թե չէ, հուսով եմ մազերս շատ չի վնասի։ Այս սարքը օգտագործողներից շատերն է, ովքեր Հայաստանից գնել էին, ասեցին, որ մի քանիսն ասեցին լավ է, աչեքը մաքրում մազերի, աչաները, մի քանիսն էլ ասեցին մենակ աչաները չի մաքրում, մազերն էլ ձեռքի հետ ահագին լավ կարճացնում է, համար չգիտեմ, կփորձեմ, հետո կկիսվեմ, այստեղ կլեների տեղ է երևում, չինական արտադրանք։ Տեսնենք ինչքան կծառայի, կարող է շատ լավը լինի։ Ճիշտն ասած, բացի վիրուսը, լիքը նենց դեպքեր էլ ա եղել, մարդկային կորուստ և տենց խառը, անկեղծ ասած, տենց սիրտու հավես է չկա վիդեոներ նկարելու, չգիտեմ էլ հետո կնկարեմ, թե դադար կտամ, բայց հիմա որոշեցի նկարեմ, համե կարող է ես ցրվեմ մի քիչ, համե ձեզ օգտակար լինի։ Այսպիսի գիշերազգեստ եմ պատվիրել։ Մատերիալը բարակոտ է ինքը, իրան հագել եմ, շատ հարմարավետ է, շատ հով է, անգամ ամռանը կարելի է հովով հագնել իրան, մի քիչ ցուրտ եղանակին։ Մենակ Վանաձորում հիմա ամառը, բայց ցուրտ է,
տենց տակ չի էլի։ Հով եղանակն էին աշուն գարուն հանգիստ կարելի է հագնել իրան։ Ես հագել եմ շատ սիրուներ, իր կտորն է շատ հաճելի է կրելը մարմնի վրա։ Այս է տաբատը, երկար։ Մենակ տաբատի ես ռեզինգան կարելի է մի փոքր ավելի որակով անել։ Ճիշտ ասած ես սա թանկ եմ առել, հիմա էժանացել է, ու չգիտեմ պահեմ թե հետ ուղարկեմ, նորը պատվիրեմ, բայց հավես չունեմ, ճիշտ ասած համ վատառողջ եմ, համ ընդհանրապես ոչ մի բանի հավես չկա, որ այստեղ ահագին ապրանքներ կա, որ ես պատվիրել եմ, գինը կես գին է դառայ հիմա, ես կարող եմ հիմա պատվիրել, սրանք հետ ուղարկել, բայց իրոք հավես չունեմ, որովհետև լինում է, որ ապրանք ուղարկում ես, գումարը չի գալիս, կամ մի քանի հատ ուղարկում ես, մի քանիսին է գալիս, բոլորը չի գալիս։ Պատվիրել եմ այսպիսի բաներ, անունը մոռացա, զամոկ, գույնս գույն, ճամպրուկների վրա ճամփորդելու շատ հարմար է դնել, տարբեր գույների, չեմ հիշում մեջ քանի հատ պիտի լինի, 8 հատ է գրած, ուրեմն 8 հատ է կլինի։ Պատվիրել եմ ու ոչ մի բան չեմ հիշում, ինչ եմ պատվիրել, այնքան շատ ծանոթներ եմ պատվիրել ու անդադ պատվիրում եմ, որ մոռանում եմ հետո, որ ծանոթների ինչ կա ու ինչքան կա։ Մի ժամանակ, որ բլոգերներն ասում էին, վայ, մոռացել էի, որ սա պատվիրել եմ, կամ քանի հատ էր չեմ հիշում, կամ գինը չեմ հիշում, ասում էի, ոնց կարա չհիշի, այն ժամանակ ես շատ քիչ պատվերներ էի անում, հիմա քանի որ շատ եմ անում, անգամ ծանոթը գալիս է, չգիտեմ, որ ծանոթն է ասել, որի մեջ ինչ կա, ու անգամ ես պուդրաներ եմ պատվիրել, երկու ծանրոցում էլ կա այդ նույն պուդրաներից, պատվիրել եմ, չեմ հիշել, որ պատվիրել եմ, այն մեկում էլ 2 հատ պատվիրել եմ, նույնը տորայնի, կուշոնի հետ կապված բաներ կա, տենց մի քանի հատ պատվիրել եմ, այս ընթացքում այնքան շատ զակազներ եմ արել, որ պահի տակ մոռացել եմ, որ ես դա արդեն զակազ արել եմ, այդ հենց բաներ, իսկ որ մի ժամանակ ես վիդեոներով լսում էի, որ ասում էին, ես ասում էի, պրոստը տակ են ասում էլի, հնարավոր չի չհիշեն ինչ են պատվիրել, կամ պատվիրել են նորից պատվիրած լինեն։ Խոսքը սրա մասին էր, ես ձեզ ցույց եմ տալի երկու ծանրոցներ, ուրեմն 2 հատ սրանից եմ պատվիրել, պարզվեց մի հատ էլ էի պատվիրել, ու չեմ հիշել, որ պատվիրել եմ, որ գոնե այն մյուս ծանրոցում մի հատ պատվիրեի։ Ուրեմն այս ֆիրմայից այս տիպի պատվիրել էի, բայց ուրիշ ֆիրմա էր, շատ լավն էր, դրա համար ես այսքան պատվիրել եմ, բայց ընդհանրապես 3 հատ չէի ուզում, 2 հատ էի ուզում, բայց հիմա որ տեսա ֆիրման ուրիշ ֆիրմա է ասած, չգիտեմ լավն է թե չէ, պիտի փորձեմ նոր ասեմ, իսկ իմ պատվիրածը իր վրա ուրիշ բան է գրած, հետո կկիսվեմ, մի քիչ ձայնս լավանա, հետո բացի այդ սա կփորձեմ, տեսնեմ որն ավելի լավը, ու ձեր հետ անպայման կկիսվեմ, նշեմ, որ կոնկրետ սրա մյուս տեսակը շատ լավն էր, շատ լավն էր, դրա համար ես որոշել էի 2 հատ պատվիրեի, բայց չփոխվում 3 հատ եմ պատվիրել, ու լրիվ ուրիշ ֆիրմա եմ պատվիրել, պիտի նույն լինկով գնայի, նույն վաճառողից պատվիրեի, սխալմամբ եմ արել, բայց հուսանք, որ ինքը լավը կլինի։ Ունես եմ պատվիրել, որ այս կուպկանները լինի, էլ առանձին չառնեմ, շատ լավն է իմիջայլոց։ Մեկ էլ իմ հեռախոսով չեմ նկարում, ես ճիշտ ասած iPhone չեմ սիրում, բայց iPhone առել էի, որ YouTube-ի համար վիդեոներ անեմ, բայց դե որ մոնետիզացիայի հարցը, այդ գումար վաստակելու AdSense-ի ծրարի հարցերը չեղավ, անդադ պիտի տեղ առնես, iPhone-ի համար, որ կարողանաս վիդեոներ անես, հեռախոսի մեջ տեղ չկա, ես էլ չեմ առնում, ճիշտ ասած, որտեվ YouTube-ից հարցը չլուծվեց, հիմա մամայիս հեռախոսով եմ նկարում ու ինքը լավ որակի չի նկարում, բայց ես իմ հեռախոսը հատուկ առել էի YouTube-ում վիդեոներ նկարելու համար, իտո ես իմ հեռախոսով չեմ նկարում, տան անդամների հեռախոսով եմ նկարում, որտեվ իրանց հեռախոսում մի աշխարհ տեղ կա, իսկ իմ հեռախոսը լավ է նկարում, բայց ընդհանրապես տեղ չկա։ Դուրս է գալիս հեռախոս չունեմ։ Ուրեմն
Այս Huda Beauty անալոգն է։ Ես չգիտեմ ինչի եմ այսքան շատ պուդրաներ պատվիրել։ Ես որոշել եմ արդեն չափավորել իմ գլումները նախ, որովհետև ասեցի դեպքեր ա եղել սիրտու հավես էլ չունեմ։ Էլ ծանոցներն էլ ինձ չի ուրախացնում։ Երկրորդը իմաստ չկա այսքան շատ պատվիրելու, հետո չգիտեմ մեզ ինչեր ա սպասվում։ Մի խոսքով ուրիշ գործերով ես պիտի զբաղված լինեմ, հաստատ այսքանը որ կա, այսքանը չեմ շպարվելու, ինչ գործեր անեմ տնից եմ անելու on-line ու տենց շատ կարիքն է չի լինելու համակարգչի առաջ տանա, երբ որ նստած լինեմ, շպարվեմ նոր նստեմ, այսինքն այս շպարման պարագաները ինձ մի ամբողջ կյանք հերիք է, պետք չի այդքան անդադ պատվիրել, բայց երբ որ մտնում ես էջ, տեսնում ես լիքը լավ բաներ, ուզում ես փորձես, բայց այդքան պետք չի գալիս, զգում ես տարին անցնում է 2-3 ու դեռ դու այդ պրոդուկտն ունես, արդեն երաժամկետն անցնում է ու դու իրան չես էլ հասցրի օգտագործես։ Ես այդ էլ դիմահարդարմամբ չեմ զբաղվում։ Սա Huda Beauty անալոգն է, 1000-ից 1 որ դիմահարդարում եմ։ Այսինքն այստեղ ինչն էլ ինձ դուր գալու, այստեղ sense կտոր սետկա կա դրած։ Ուրեմն ինքը բաց ռոզվի գույն է։ Իսկ լավն է թե վատն է չգիտեմ, մինչև չփորձեմ, հետո ձեր հետ չկիսվեմ, մինչև չփորձեմ չեմ կարող ասեմ, պիտի տոնային լինի դեմքից վրա, փորձեմ, տեսնեմ հմաշկը շատ չի չորացնում, նորմալ է ֆիքսում թե չէ, հետո կկիսվեմ, ու չգիտեմ էլ ինչի եմ ռոզվի գույնը պատվիրեմ, որոշեցի սպիտակի փոխարինող ռոզվին պատվիրեմ։ Հաջորդը այս շրթունքների մատիտներն է, իրանք կարճ է, նկարներում երևում էր բավականին երկար, ուրեմն ասեմ, որ բավականին իրանք փափուկ մատիտներ են, շատ փափուկ մատիտներ է, ուրեմն տեսեք, ի տարբերություն մի փոքր չոր մատիտների, ինքը նախ կարճ է, երկրորդը շատ փափուկ է, փափուկի հաշվին, օրինակ մի քիչ ֆիրմաներ կա, էլի հիմա ասենց չթվեմ, օրինակ այս կարգի սրած մատիտը կարաս մոտ մի 5-6 անգամ քսես, բայց սա կոնկրետ իր փափկության հաշվին շատ է գնում, որպես մատիտ, 2 անգամ կարաս օգտագործես իրան ու նորից սրես, այսինքն շուտ է վերջանալու, իր ռասխոտը շատ է լինելու, բայց գինը այսքանի համար շատ լավ էր, 1200-ի կարգի էր, 12 հատավ եթե, գույները դեռ տնցախ չեմ փորձարկի, որովհետև տաքության մեջ վառվում եմ ու լավ չեմ, 3 բերել են ծանրոցը անգամ չէի բացել, այսօր բերել են, տենց անկողնուց վրա բացել եմ, ձեռքի հետ մի երկու բան նայել, ու հետո որոշել ձեր հետ վիդեո նկարահանեմ։ Այս վիդեոն էլ ոնց որ թե վիդեո չի լինելու, չգիտեմ կարողանալու եք նայել մինչև վերջ թե չէ, որովհետև իրականում ձայնս ահավոր է։ Ես պատվիրել եմ այսպիսի նկարում բաց է երևում, բայց ինքը մուգ է։ Շորիկ, սարաֆան, պիտի հարթուկեմ, որ երևա։ Իրա վրա գոտիկ է, իրան որպեսի սպիտակ կետերով հագնեի, բայց ուրեմն այս նույնի երկարաթևներ եմ պատվիրել, հիմա ունեմ, էլ ցույց չեմ տալիս ձեզ, որովհետև մեկը ասենց վիդեոներում այս հեռախոսը լավ չի երևում, ձայնս է հավորա, հավեսով չեք է նայելու։ Մի խոսքով այս նույնի երկարաթևներ եմ պատվիրել, պլյուս մի հատ է սև տաբատ եմ պատվիրել, որը հիմա իմ հագին է։ Լավ, ուրեմն սենց անոնը մոռացա ինչ էր, որ դնում ես բոթասների մեջ, որ փափուկ լինի։ Սրանից եմ 2 հատ պատվիրել։ Մի քանի հատ էլ ուրիշ ծանրոցներում կա, որ պատվիրել եմ, այս ամենաբարակն եմ պատվիրել, կա սրա բարձրը մի պատվիրեք, շատ անհարմար է, կփորձեմ կասեմ, տարբեր ֆիրմաներ, տարբեր որակ ունեն։ Այս սրա որակը ոնց որ լավն է երևում, այս նույնի երկարաթևն է, էլ չեմ բացում, այսը մանկական հագուստ է,
սենց մանկական հագուստ է։ Այս ես ահագին թանկ վերցրի, հիմա կես կինա դարձ է։ Սենց տակ-տակ հագցնելու համար։ Մենակ գիտեք ինչից եմ դժգոհ, այս մասերը մի քիչ կարելի է ավելի որակյալ ռեզիներ գցել էլի։ Այս այն մեկը երկարաթևն է, իմաստ չունի ցույց տամ, բայց եթե ուզում եք ցույց կտամ։ Ուղղակի արդեն տաքությունս բարձրացել է, այս շատ վատ եմ գնում եմ։ Որ ասում եմ չեմ հիշում, ուրեմն մի հատ եմ սրանից պատվիրել։ Երկու հատ է սրանից եմ պատվիրել սև։ Ասենք այսքան ինչ եմ անելու։ Այսքան շատ ինչի եմ պատվիրել։ Աշխարհի վերջը չի, չգիտեմ ինչի եմ այսքան շատ պատվիրել։ Այնտեղ է մի հատ սպիտակից եկա, պլյուս դարի մի երկու հատ էլ նենց եմ պատվիրել։ Տաբատը էլ ձեզ ցույց չեմ տալիս, որովհետև հավես չունեմ, ու ընդհանրապես լավ չեմ զգում, հետո շատ հազում եմ։ Այս վերջի բանը, որ մնացել էր կոսմետիկաներից, կուշոնն է։ Ուրեմն գրած էր նկարներում 3 հատ։ Ես լավ տեսել եմ քանի հատ է գրած եղել, բայց ինքը եկել է մի հատ սենց, մի հատ էլ զապասնիկ։ Այսինքն 2 հատ դուրս եկավ, ոչ թե 3 հատ։ Ինչն են 3 հատ գրել, ես տենց չհասկացա։ Դիզայնը գնահատում եմ 10-ից 10։ Այս մագնիս կա այստեղ, սենց հոպ։ Այստեղ այս իրա գուբկանա ես մի հատ փորձել եմ իրան, շատ բաց գույն էր, համար 1-ն եմ պատվիրել, բայց ինքը շատ բաց է, ինքը գույնը շատ բաց է։ Այս նույնի ուրիշ գույնն էլ եմ պատվիրել, 2 գույն կա, մուգը, իսկ թվում է ավելի լավը կլինի։ Սա շատ է բաց գույնը, անկեղծ ասած։ Մի խոսքով պայուսակի մեջ կրելու համար շատ հարմար բան է, իսկ տոնայինի հետ կապված իրա մեջ համարյա տոնային չկա, մի երկու անգամ քսում եք վերջանում է, հետո կարաք տոնային ավելացնեք, ինչը նույն բանն է լինում։ Այսքանը արդեն գնումներս կսահմանափակեմ, որովհետև բաներ կա արդեն անիմաստ ես առնում, հա պետք է, բայց հիմա այդքան չի էլ օգտագործվելու, ես էլ այդքան շատ չեմ շպարվում, այսքանն է։ Բականեր, լավ եղեք, եթե վիդեոյի որակը վատն է, ներողություն եմ խնդրում։